Իսկ դուք նկատել եք, որ մեր օրհներգը ավարտվում է մահվան նոտայով, վախճանաբանական փիլիսոփայությամբ։ Ահա վերջին տունը։ Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտի մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի։ Օրինակ դուք ամեն անգամ ինչ զգացողություններ եք ունենում, երբ որ արտասանում եք մեր օրհներգի վերջին տողերը։ Դուք ավելի շատ ոգևորվում եք, թե հայտնվում եք դեպրեսիայի ճիրաններում։ Չէ՞ որ պետական օրհներգը պիտի ավարտվի ոգեշնչող նոտայով եւ ոչ թե մահվան փիլիսոփայությամբ։ Իդեպ, մեր օրհներգը վերցված է Միքայել Նալբանդյանի իտալացի աղջկա երգը հայտնի բանաստեղծությունից, որը ենթարկվել է որոշակի տեքստային փոփոխությունների, եւ դա շատ լավ է։ Հակառակ դեպքում պատկերացնում եք, որ անկախ պետության անկախ քաղաքացին սեփական պետության օրհներգը երգեր այսպես. մեր հայրենիք, թշվառ անտեր, մեր թշնամուց ոտնակող։ Ես առաջարկում եմ եւս մեկ փոքրիկ տեքստային փոփոխություն կատարել մեր օրհներգի մեջ եւ վերջին նախադասությունը դարձնել ավելի ոգեշնչող եւ դրական, որովհետեւ օրհներգը պիտի ավարտվի ոգեշնչող նոտայով։ Օրինակ, նախավերջին տան երկու նախադասությունը հնչում են այսպես. թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան։ Ինքներդ պատկերացրեք, եթե դուք արտասանում եք մեր օրհներգը, որ երկու նախադասությամբ կուզենաք, որ այն ավարտվի այսպես, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի, թե այսպես. թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան։